Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, բարի օր։ Գալիս եմ Երևանից, Էջմիածնի ամբողջ մայրուղու վրա երկու կողմից մի հատ շուշաթղթով սարքած դեմքա, ականջները ձգած, կողքը 16 համարի պաստառները ամբողջ ճանապարհին։ Կեղծ, իր նման կեղծ արհեստական մի բան։ Մի պահ Արմավիրի ճանապարհին դադարեց, մոտեցա Արմավիր քաղաքին, նույն տեսարանը։ Եվ իր նման կեղծ, սուտ, իբր թե սիրում եմ ձեզ ժողովուրդ։ Սուտ ասում ժողովուրդ ջան։ Ինքը ատում այդ ժողովրդին։ Եվ փառք Աստծո, որ այսօր արդեն մեր ժողովրդի աչքերը բացվել են, եւ ժողովրդի առնվազն 70-80%-ն էլ ոչ միայն ատում, այլ զզվում է սրանից ու իր թիմից։ Որտեւ այն ողբերգությունները, որ սրանք են բերել, ուղղակի չափ ու սահման չկա։ Այս տղեն այս վերջերս սկսել է խոսել պետական դավաճանությունից։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, մենք հաճախ շատ բաներ մոռանում ենք սրանց առածներից։ 44-յա պատերազմի ժամանակ սա հարցազրույց է տալիս ռուսական մի հեռուստատեսության եւ ասում է, որ ադրբեջանցիները ներխուժել են Զանգելանի տարածք շատ մեծ խմբականակով, վաղը մենք հարձակման ենք անցնելու ու նրանց այդտեղ ջախջախելու ենք։ Ժողովուրդ ջան, պետական դավաճանությունն էլ ո՞նց է լինում։ Ուղղակի ճշտամուն ասպես, որ ես վաղը գալու եմ քո հերն անիծեմ իբր թե եւ բնականաբար այդ օպերացիան ձախողվում է եւ ճշտամին դրանից հետո ներխուժում է արդեն մյուս տարածքներ։ Հիմա սա ինչ է, ժողովուրդ ջան։ Երկու տարբերակ կա։ Կամ էս մարդը իրական պետական դավաճանա ճշտամուն ինֆորմացիա է տվել, կամ ապուշը։ Հիմա սա արդեն դատարանում կապացուցվի։ Եթե դավաճանա, հո մենք դավաճան չենք ընտրելու նորից մեր գլխին։ Եթե ապուշ է, հո մենք ապուշ չենք, որ ապուշին նորից ընտրենք այս երկրի ղեկավար։ Հաջորդը ժողովուրդ ջան, այս մարդը իծնե մանկությունից սարսափելի վախկոտ կենթանի է։ Վախկոտ բառից բուն իմաստով։ 3-4 օր առաջ տեսել է ինչ-որ իր հանդիպումից Զարուհի Փոստանջյանին տեսել հեռվից ու սկսել է գորգորալ ճղել իրեն Զարուհու մասին, մյուսների մասին, ճղճղում է, գոռում է, հիստերիայի մեջ անգնում։ Մի բան էլ իջացնեմ, ժողովուրդ ջան, մի մասը կարող է չգիտեք։ Ինձ անձամբ են Զարուհին է պատմել։ Սա որ գաղութում է լինում, ծախում է ինչ-որ մարդկանց, իր խասյաթի համաձայն, եւ գիշերը բերդում ծեծ է ուտում։ Զանգում են գիշերվա կեսին Զարուհուն փաստաբանին, քնից հանում են շուտարա հասի, Զարուհին գնում է մտնում է սրա մոտ, ասում է ես այդպես վախկոտ տղամարդ չեմ տեսել։ Ամբողջ գիշեր ձեռս բռնած դողդողում էր, հանկարծ չգնաս։ Սրա հետ մենք գործ ունենք, ժողովուրդ ջան։ Ես ձեզ ասում եմ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Նիկոլը մեր ժողովրդի ներկայացուցիչ չի։ Նա ներկայացուցիչն է մեր ժողովրդի մի փոքր 3-5% հատվածի, որը սուտասանա, վախկոտա, կցողա, շանտաժիստա, ծախողա, իր նմանների մարմնավորումն է։ Հիմա դուք ունեք ընտրություն։ Հիմա դուք մենք սխալվել ենք։ 21 թվականին էլ խաբվեցինք, շոկի մեջ էր ժողովուրդը, պատերազմը նոր էր ավարտվել։ Հիմա դուք ունեք ընտրություն, համեմատեք։ Ռոբերտ Քոչարյան եւ այս տեսակը։ Դուք որն եք ընտրում։ Հայաստան դաշինք։ Բնականաբար համեմատության եզր չկա։ Եթե դուք ուզում եք գլուխներդ բարձր լինի, ձեզ հայ զգաք, տղամարդ զգաք, կին զգաք, իրար կողքի լինեք, սիրեք իրար, հոգատար լինեք, պետք է ընտրեք այն ուժին են առաջնորդին, որը կարող է երկիրը վերականգնել։ Դժվար այս ավերմունքից հետո, բայց վստահությամբ, աշխատանքով, կարողությամբ, կապերով, հարաբերություններով։ Սա պարզ ընտրություն է։ Ես վստահ եմ մեր ժողովրդի իմաստության վրա, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իր պատմության ամենաարժանի զավակներով, որոնք ժողովրդի տեսակ են կերտել, արտանալու է, ոտքի է կանգնելու, քշելու է այս
խմբակ ասեցին, մեկ ասեց ոհմակը եւ իսկապես ձեր ձերքի տված ոչքի են կանգնելու։